Վարչական դատարանում այսօր Ամեկ+-ի հայցի քննարկումը տևեց մոտ 15 րոպե եւ կրկին հետաձգվեց։ Իր հայցով Ամեկ+-ը հեռուստատեսային եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջում է չեղյալ համարել 2010 թվականի դեկտեմբերի 16-ի 96-ա որոշումը, որով Ամեկ+-ը թվային հեռարձակման թիվ 11 մրցույթում պարտվող էր ճանաչվել։ Հանձնաժողովի որոշմամբ հաղթել էր Arbnews հեռուստաընկերությունը։ Նախորդ դատական նիստի ժամանակ Ամեկ+-ի շահերը ներկայացնող Ալեքսանդր Սահակյանի միջնորդությամբ դատարանը իբրև երրորդ կողմ ներգրավեց Arbnews հեռուստաընկերությանը, սակայն նրա ներկայացուցիչը այսօր այդպես էլ դատարան չներկայացավ, փոխարենը գրավոր պատասխան էր ուղարկել։ Ինքը որպես կողմ ներգրաված է գործի մեջ եւ ինքը տվել է իր պատասխանը որպես երրորդ անձ, սակայն պատասխանը մուտք է արվել դատարան այսօր։ Հենց նույն օրը դատական նիստի օրը մուտք է արվել, բայց մենք չենք ունեցել հնարավորություն ծանոթանալու այդ հայցադիմումի պատասխանի հետ, որը ներկայացվել է Arbnews PB-ի։ Ալեքսանդր Սահակյանի ասելով դատաքննությանը Arbnews-ի ներգրավվածությամբ իրենց հետագա քայլերն ավելի կհեշտանան։ Քանի որ իրենք արդեն գործընթացի մեջ մասնակցել են եւ չեն կարող ինչ-որ բողոք ներկայացնել իրենց իրավունքների կամ պարտականությունների վերաբերյալ, որ տեղեկացված չեն։ Arbnews-ի նամակին ծանոթանալու համար Ամեկ+-ի շահերի ներկայացուցիչը դատարանից ժամանակ պահանջեց եւ նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 8-ը։ Ի դեպ դատավոր Արգիշտի Ղազարյանն այսօր հերթական անգամ արգելեց Ամեկ+-ին տեսանկարահանել դատական նիստը առանց հիմնավոր պատճառաբանության։ Նարին Էրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPFE։